Պարոն Ապետյան, այնպիսի տպավորություն է, որ շատ կարճ ժամանակ հետո ուղղակի պատերազմը դուրս է գալու վերահսկողությունից։ Որ պատերազմը։ Մերձավոր Արևելյան պատերազմը։ Հա, եթե համադրում ենք, որ յուրաքանչյուր պահի նոր խաղացողներ են փորձում մտնել այդ պատերազմի մեջ, այս կամ այն շարժառիթով, եւ աշխարհագրությունը պատերազմի գնալով ընդլայնվում է, որովհետեւ եթե դիտարկում ենք փետրվարի 28-ին մեկնարկած այս պատերազմը, ապա գոնե դրա առաջի փուլում, հա, մինչեւ առաջի փուլի ռազմական գործողությունների ավարտ եւ ապրիլյան այդ մեմորանդումի ստորագրում հուսիտները ակտիվ չէին։ Իրենք բացարձակապես լուռ էին եւ Կարմիր ծովում ռազմաճակատ չկար ձևավորված։ Եվ ակտիվ էր այդ ժամանակ Իսրայելը։ Հիմա երկրորդ փուլում պատերազմի հուսիտներն են ակտիվացել նոր ռազմաճակատ է ավելացել Կարմիր ծովում եւ չկա Իսրայելը, բայց մենք գիտենք, որ Իսրայելը ինչ-որ պահից կմիանա այդ ամենին, բայց մենք նաեւ հասկանում ենք, թե Իսրայելը ինչու է հիմա լուռ, որովհետեւ իրենց մաշկի վրա զգացին իրանական բալիստիկ հրթիռների ուժը, հետո ինչ-որ քարոզությունը այդ օրերին մատուցում էր այն, որ իբրև թե մեծ ավերվածություններ Իսրայելում չեն եղել։ Հետևաբար առաջին փուլում Կարմիր ծովը ռազմաճակատ չէր, երկրորդ փուլում այլևս ռազմաճակատ է եւ փորձենք հասկանալ հետագա զարգացումների ժամանակ այդ աշխարհագրությունը ուր կարող է հասնել։ Նախ պատերազմը ինքը process է։ Process-ը անկառավարելի չի լինում։ Ցանկացած process ունի կառավարիչ, որը պարբերաբար ստուգում է պատճառ-հետևանքային կապը, հետադարձ կապը։ Սա տեսությունն է ասում։ Հետաբար չի կարող լինել պատերազմներ անկառավարելի։ Միշտ ինչ որ պատերազմի հետևում կա պատվիրատու, կա շահառու եւ կա կառավարիչ։ Հիմա նայում ենք, այս բոլոր պատերազմները Ուկրաինա, Իրան, վաղ չեմ չեմ բացառում, որ Չինաստան, Տայվանի հետ կապված խնդիրներ, չեմ բացառում Ռուսաստան, Կուրիլներ, հա։ Այս բոլոր ինչի համար է։ Եթե մի աշճան փորձենք վերև բարձրանալ։ Բոլորը հետեւյալի բանի համար է։ Միացյալ Նահանգներ պետությունը դառնալու է համաշխարհային հեգեմոն, թե ոչ։ Այսօր կռվը դրա համար է գնում։ Նախկինում գլոբալիստները համաշխարհային տիրապետության ձգտող ռեալ հնարավորություններ ունեցող ուժերը պարտվեցին։ Գլոբալիստները պարտվեցին մի պարզ պատճառով։ Իրենք իդեպ 1991 թվականից աշխարհում 100%-անոց միաբևեռ կառավարում ունեին։ Այո, որովհետև սառը պատերազմում հաղթել էին։ Ну, սառը պատերազմը եւս պատերազմ է, ասենք տեղեկատվական եւ տնտեսական, ֆինանսական։ Գետնի վրա ռազմի դաշտում չկա, բայց հաղթել էին։ Ուղղակի իրենք բանը խիստ ժլատ եղան։ Գիտեք ինչու ժլատ եղան։ Ռուսաստանը ինչու վերածնվեց։ Որն էր այն հիմքը, որի վրա Ռուսաստանի կիսաընդհատակում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում նաև պաշտոնաթող շատ բարձրաշան անձինք, հա, կարողացան իրավիճակ ստեղծել, որտեղ աշճանաբար կարողացան իրավիճակ փոխել։ Որն էր միջուկային զենքը։ Այսինքն արևմուտքը այնքան ժլատ եղավ, որ գումար չծախսեց Ռուսաստանի ամբողջ միջուկային զինանոցը ոչնչացնելու, այս բարձ եմ ասում։ Շատ փոքր մաս ոչնչացվեց։ Բայց եթե ամբողջ զինանոցը ոչնչացվեր, Ռուսաստանը մեծ հաշվի իրաց ոչ ոք չներկայացնելու։ Որտեւ այդ միջուկային զինանոցն է ցանկացած պետության տալիս բարձրագույն լիգայում խաղացողի իրավունք։ Եթե չունես, չես խաղում։ Հիմա այստեղից գանք մեր այսօրվա իրականությանը։ Իրականությունը հետեւյալն է. գնում է մրցակցություն, Միացյալ Նահանգներ, որպես միակ գերտերություն մի կողմից, ինքը Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը, որը ազգային էլիտայի եւ ազգային կապիտալի ներկայացուցիչն է, Տրամպը կոնկրետ, ինքը երկու ճակատով է մրցակցում իդեպ։ Առաջին ճակատը դա գլոբալիստներն են, որոնց հետ ինքը ունի նույնական նպատակ՝ համաշխարհային տիրապետություն։
Մեթոդաբանությունն է տարբեր։ Տարբեր մարդիկ, տարբեր կառույցներ։ Եթե ԱՄՆ գլոբալիստների համար ԱՄՆ պետությունը գործիք էր, ապա Տրամպի համար ԱՄՆ պետությունը իրականում ինքը նպատակ է, ոչ թե գործիք։ Եվ այստեղից մենք գալիս ենք հետևությանը։ Ամենածանր վիճակում իրականում հիմա այսօր Տրամպի վիճակն է, ինքը երկու ճակատով է իրականում պայքարում։ Մի ճակատը նորից եմ ասում գլոբալիստներն են, որը ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունն է, Բրիտանիայի կառավարությունը եւ վերպետական բոլոր կառույցները, այդ թվում ֆեդերալ ռեզերվային համակարգ, այդ թվում ՆԱՏՕ, այդ թվում Եվրամիություն, այդ թվում առողջապահության համաշխարհային կազմակերպություն, առևտրի համաշխարհային կազմակերպություն, միջազգային արժութային հիմնադրամ, համաշխարհային բանկ, այս բոլորը վերպետական կառույցներ են։ Այ հիմա Տրամպի Ամերիկայի դեմ, այսինքն ազգային կապիտալի, ազգային էլիտայի դեմ պայքարում են սրանք, որոնք նոյեմբերին, եթե կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականը պարտվեց, այդ նշանակում է հնարավորություն առաջանում, որպեսզի գլոբալիստները ԱՄՆ-ի ազգային էլիտայի եւ ազգային կապիտալ ներկայացնող ուժերից խլեն իշխանությունը։ Սա ուրեմն մի ճակատ է։ Երկրորդ ճակատը բազմաբևեռ, միաբևեռ աշխարհն է, որտեղ բազմաբևեռ աշխարհ ստեղծող պետություններ կան, ավանգարդում Ռուսաստան, Չինաստան մի կողմից եւ Միացյալ Նահանգները մյուս կողմից։ Տրամպի վարչակազմն այս ճակատով էլ է կռիվ տալիս։